Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պարսից ծոցի մի քանի երկրի խնդրանքով հետաձգում է Իրանի դեմ այսօր ծրագրված նոր հարվածները, որպեսզի հնարավորություն տրվի հակամարտությունը լուծել բանակցությունների միջոցով։ Ըստ ԱՄՆ նախագահի Կատարի, Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների առաջնորդներն իրեն խնդրել են չշտապել հարձակման հարցում, պնդելով, թե կկնքվի համաձայնագիր, որը շատ ընդունելի կլինի Միացյալ Նահանգների համար։ Բայց ես զինվորականներին հանձնարարել եմ պատրաստ լինել ցանկացած պահի անցնել Իրանի դեմ լիակատար լայնածավալ հարձակման, եթե ընդունելի գործարք չկնքվի։ Սոցցանցում զգուշացրել է Թրամփը, ընդ որում ցանկացած գործարքով Իրանին կարգելվի միջուկային զենք ձեռք բերել, շեշտել է նա։ Լրագրողների հետ զրույցում էլ Թրամփն ասել է, որ ծոցի այս երկրները կապի մեջ են ամերիկյան եւ իրանական կողմերի հետ, ու եթե Թեհրանը համաձայնի գործարքի, որով կհրաժարվի ուրանի հարստացումից, ԱՄՆ-ն եւս բավարարված կլինի։ Ըստ նրա հիմա գործարքի հասնելու մեծ հավանականություն կա։ Եվ կարծես շատ մեծ հավանականություն կա, որ նրանք կարողանան ինչ-որ արդյունքի հասնել։ Եթե մենք կարողանանք դա անել առանց Իրանի ռմբակոծելու, ես շատ ուրախ կլինեմ։ Թրամփի հայտարարությունից հետո նավթը մոտ 1.5%-ով էժանացել է, հասնելով $110 մեկ բարելի դիմաց։ Իրանական պաշտոնական իրնագործակալության փոխանցմամբ Իրանի փոխարգործնախարարը հայտարարել է, որ Թեհրանը Վաշինգտոնին ներկայացրած վերջին առաջարկով պահանջում է դադարեցնել պատերազմը բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում, ամերիկյան ուժերը դուրս բերել Իրանին մոտ գտնվող տարածքներից, փոխհատուցում տրամադրել պատերազմի հետևանքով պատճառված ավերածությունների համար։ Ըստ Քազեմ Ղարիբաբադիի, Իրանն ԱՄՆ-ից նաև պահանջում է վերացնել պատժամիջոցները, ապասառեցնել իրանական սառեցված ակտիվները եւ դադարեցնել երկրի ծովային շրջափակումը։ Իրանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի մեջբերում եմ հակասական եւ առավելապաշտական վարքագիծը լրջորեն խոչընդոտում է դիվանագիտական ջանքերին։ Իսնագործակալության փոխանցման Պակիստանի ներքին գործերի նախարարի հետ Թեհրանում կայացած հանդիպմանը Աբաս Արաղչին ասել է, որ Իրանը չի վստահում ԱՄՆ-ին նախկինում խոստումները չկատարելու պատճառով։ Արաղչին նաև նշել է, որ Թեհրանը սկսել է բանակցել, ակնկալելով, որ Վաշինգտոնը պատասխանատու մոտեցում կցուցաբերի։ Իրանի նախագահն իր հերթին հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի հրաժարվի իր իրավունքներից։ Մենք մինչև վերջ կծառայենք ժողովրդին եւ գործի կդնենք մեր ողջ ուժն ու կպաշտպանենք Իրանի շահերն ու պատիվը, սոցցանցում գրել է Մասուդ Փեզեշքյանը։ Ու մինչ պարզ չէ, թե արդյոք Վաշինգտոնին եւ Թեհրանին կհաջողվի համաձայնության գալ, շարունակվում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի եւ Միացյալ Նահանգների կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը։ Իրանը երեկ հայտարարել է, որ նոր մարմին է ստեղծել Պարսից ծոցի գործերի վարչությունը, որը կզբաղվի Հորմուզի հարցերով, այդ թվում նեղուցով անցնելու համար վճարների գանձմամբ։ Սակայն ՄԱԿ-ի փոխխոսնակն ասել է, որ Հորմուզով ապրանքների փոխադրման սահմանափակումները կարող են գլոբալ լուրջ հետևանքներ ունենալ, իսկ ապագայում նաեւ հանգեցնել պարենային ճգնաժամի։ Ֆարհան Հաքը կոչ է արել ապահովել նեղուցով ազատ նավարկությունը։ Ի վերջո մենք ուզում ենք համոզվել, որ բաց ծովում եւ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության որևէ սահմանափակում չի լինի։ Մենք չենք ցանկանում, որ որևէ կոնկրետ կազմակերպություն սահմանափակի այդ ազատությունը։ Այս ընթացքում Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանի հարավային քաղաքներին, պնդելով, որ թիրախավորում է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի ենթակառուցվածքները։ Կառնվազն 1 զոհ, մի քանի վիրավոր։ Հերթական հարձակումից առաջ իսրայելական բանակը լիբանանյան 12 քաղաքի եւ գյուղերի բնակիչներին կոչ է արել անհապաղ լքել իրենց տները։